Իհարկե չափազանց ողորմելի տեսարան էր, բայց ես այնուամենայնիվ դիտեցի Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը ու պիտի ասեմ, որ Ռոբի հիմնական թեզը գնում եւ պտտվում է մի հանգամանքի շուրջ։ Ընդդիմությունը պետք է 26 թվականի համապետական ընտրություններում փորձի ստանալ Գյումրու սցենարը։ Ինչ է դա իրանից ներկայացնում, որ տարատեսակ մարդիկ, ովքեր իրար հայհոյում են, ովքեր իրար սպանում են, ովքեր իրար ինչ ասես ասում են, պիտի գնան քաղաքացիներին խաբեն, ասեն, որ իրանք կապ չունեն Քոչարյանի հետ, որ իրանք կապ չունեն Սերժի հետ, որ իրանք ատում են իրար, երբեք իրար քվե չեն տա եւ վերջում ընտրություններում բավարար թվով ձայներ հավաքելուց հետո Վարդանիկի փոխարեն արդեն Քոչարյանին կամ Սերժին ընտրեն հանրապետության վարչապետ։ Ամբողջ ասուլիսի միտքը Ռոբերտ Քոչարյանի սրա շուրջ էր։ Ով պետք է լինի Վարդանիկը եկող Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների ինքը թե Սերժը։ Ու հենց այս սցենարը իրականացնելու ու իրագործելու համար է, որ հենց հիմա այսպես օգտագործված հակած ձեռնոցների պես հիմա քաղաքական դաշտ է նետվում։ Արման Թաթոյանը, Սերժի փոխնախարարը, Սերժի ամենասիրելի կադրերից մեկը։ Սրա համար է Հայաստանի քաղաքական դաշտ մտել Տաշիր Սամոն ու սրան են ձգտելու ընդդիմադիր բոլոր մեծ ու փոքր ուժերը։ Բայց իրականությունը սակայն այն է, որ Հայաստանի քաղաքացին հիմար չի։